Քուրջան, այնքան շնորհակալ ենք։ Մենք մեզ այստեղ այնքան հարազատ ենք զգում։ Շնորհակալություն այս օրերի համար, Գագո ջան, Յանա ջան, շնորհակալություն ձեզ, ձեր ժամանակի համար, ձեր օրերը, որ մեզ տալիս եք։ Շնորհակալություն հնարավորության համար, ձեր եկեղեցին շատ թանկ է մեզ համար։ Եվ իրականում ես գիտեմ դուք մեզանից յուրաքանչյուրի համար օրինակ եք։ Նվիրված մարդիկ, որտեվ ձեր նվիրման պատճառով իրականում երկնքում շատ բան են բռնում ու իրականում դուք օրինակ եք մեզ համար։ Մենք գիտենք ինչ ճանապարհ եք անցնում, մենք գիտենք այդ դժվարությունները, որ անցնում եք, ինչքանով որ տեսնում ենք, մարդիկ որ տեսնում են, բա Տերը ինչքան է տեսնում։ Դրա համար եկեք ուղղակի Հովիվ Էմիլի եւ Հովիվ Նունեի համար մի հատ լավ ծափահարություն տանք Տիրոջը։ Աստված շատ օրհնի ձեզ։ Փառք Աստծուն։ Ձեր եկեղեցին իրականում շատ հարազատ է մեզ, շատ հարազատ դեմքեր կան, մտերիմ ընկերներ, մարդիկ, ում որ տեսնում, գրկում ես եւ շատ ուրախանում ես։ Շնորհակալություն վստահության համար, շնորհակալություն, որ այս հնարավորությունը մեզ ընձեռնում է գալ ձեզ ծառայել, Աստծո խոսքով կիսվել ձեզ հետ։ Սիրելիներս, այնքան ուրախ եմ, ողջունում եմ իրականում բոլորիդ, ում որ չեմ հասցրել, ում հետ որ չհասցրեցինք խոսել, դեռ ծառայության վերջում կարող ենք խոսել, շփվել, լավ ժամանակ ունենալ, բայց ուզում եմ մի հատ թեմայի մասին քեզ հետ կիսվել։ Գիտես, հավատացնում եմ, որ այս թեման երբ որ դու կլսես, կարծում եմ, մտածում եմ այդպես, որ դու չես մոռանա։ Գիտես, թեմաներ կան, որ երբ որ դու լսում ես, այն sense լավ տպավորվում է քո ներսում։ Եվ այսօր մի պատկերավոր թեմայի մասին եմ խոսելու։ Ինչի ես ընտրեցի հենց այս թեման խոսեմ ձեզ հետ, որովհետև տեսնելով ձեր ընթացքը, տեսնելով նոր բաներ ձեր եկեղեցում, որ տեղի են ունենում, մտածեցի, որ գիտես աղոթեցի եւ մտածեցի, որ այս թեման այնքան տիպիկ, այնքան համահունչ կլինի այս ժամանակի համար։ Այո, տարին նոր է սկսվել եւ գիտես Հովիվը հայտարարություն արել, եկեղեցիները կարծես բաժանվելու են հովվական տարածքների, ու մենք մտածում ենք, շատերս մտածում ենք ոնց կլինի, համաձայն ենք, համաձայն չենք, ուզում ենք, չենք ուզում, մեկը ուրախ է, մյուսը տխուր է, ամեն մեկը իր կարծիքն ունի։ Գիտես հետաքրքիրը ինչն է, որ մարդու կյանքում երբ որ միշտ նոր բան է գալիս, միշտ չի որ մարդը ասենց ջերմությամբ, ուրախությամբ ընդունում է ու ասում է փառք Տիրոջ, այնքան լավ է նոր բան։ Գիտես դա Աստվածաշնչում էլ ենք մենք տեսնում, երբ որ Հիսուսը նոր բան փոխանցեց աշակերտներին, ասելով լավ է որ ես գնամ։ Գիտես աշակերտները ոչ ոք համաձայն չէր։ Նույնիսկ Պետրոսը կանչեց մի կողմ, ասեց լսի, ես չեմ թողի այն ինչ որ դու ասում ես, որ քեզ հետ տեղի է ունենալու, ես թույլ չեմ տա, որ քեզ հետ դա տեղի ունենա։ Գիտես Հիսուսն ասեց լսի, իմ համար գրված է, որ պետք է այսպես լինի։ Եվ գիտես այնքան կարևոր, այնքան լավ է, երբ որ Հովիվը խոսքը, Աստծուց Հովիվին խոսք է գալի երկնքից, երբ որ Հովիվը խոսքը հռչակում է, գիտես այնքան կարևոր է, որ թեկուզ այն նոր է, թեկուզ այն խորթ է, թեկուզ տարիներ շարունակ այն, գիտես այդպես չի եղել, որովհետև երբ որ դու մարդուն ասում ես, գիտես այսուհետ մենք բոլորս այդպես ենք եղել, երբ որ ես առաջի անգամ եկա եկեղեցի, ինձ ասեցին, լսի, դու պետք է Աստվածաշունչ կարդաս, իսկ ես իմ կյանքում Աստվածաշունչ չէի կարդացել։ Ու հերիք չի, ես սկզբից մտածեցի, որ Աստվածաշունչը կկարդամ, սկզբից մինչև վերջ արագ կկարդամ եւ վերջ։ Բայց ասեցին, չէ, մի րոպե, այն պետքա ամեն օրվա քո գիրքը լինի, դու ամեն օր այն պետքա կարդաս։ Հասկացա նոր բան է գալիս իմ կյանք։ Դա դեռ ամենը չէր։ Երբ որ ինձ ասեցին, լսի, դու պետք է արդեն աղոթքներ անես, ես ասեցի, դե, գիտես, ես աշխարհիկ ժամանակել եմ աղոթել, երբ որ դժվարության մեջ է, երբ որ իմ կյանքում խնդիրներ կար, եղել է, որ sense կանգնել եմ իմ հասկացածով Աստծուն խնդրել եմ, ասեցին, լսի, այն պետք է ամեն օր լինի, դա նոր էր ինձ համար, դա օտար էր ինձ համար, եւ ես մտածում էի, ոնց կարող եմ հիմա բաներ անել, որ նախկինում չեմ արել։ Գիտես, ամեն օրը, որ գալիս է մարդու կյանքում, կարծես հակազդեցություն է ունենում։ Կարծես սկզբից դու չես ուզում այն ընդունես, մտածում ես այն ինչպես կլինի։ Եվ այսօրվա խոսքը, որ ես պատրաստել եմ, ուզում եմ քեզ հետ խոսել, վերնագրել եմ այսպես. նորը հնի մեջ չի ապրում։ Նորը հնի մեջ չի ապրում։ Գիտես, կարդալով Աստվածաշունչ մենք տեսնում ենք, որ Աստված շատ փոխաբերական իմաստ է տալիս իր խոսքին, շատ հաճախ։ Կարդալով Աստվածաշունչը, որ մենք տեսնում ենք, միգուցե կա այլաբանություն,
խոսքի մեջ մենք տեսնում ենք, ասում է մի բան, ի նկատի է ունենում մեկ այլ բան։ Օրինակ, ասելով, որ դուք եք այս աշխարհի աղը եւ լույսը։ Եվ գիտես, երբ որ դու հասկանում ես աղի եւ լույսի կենսական նշանակությունը, առօրյայում գործածվող հասկանում ես, թե Տերը ինչի նկատի ուներ ասելով, հա? Կամ օրինակի համար ասում է, ես եմ որդը եւ դուք ճյուղերն եք։ Ամեն ճյուղ, որ ինձանում է եւ պտուղ չի բերում, համեմատություն է անում Աստված մեզ ճյուղերի հետ։ Եվ այդպես շատ համեմատություններ կա, որ Աստված անում է։ Եվ այսօր խոսելու եմ եւս մեկ համեմատության մասին եւ իրար հետ տեսնելու ենք, թե ինչի նկատի ուներ Հիսուսը ասելով հետեւյալ խոսքեր։ Ուզում եմ առաջի տեղը կարդալ Մատթեոսի ավետարան 9-րդ գլուխ 17-րդ խոսքը։ Եվ նոր գինին հին տիկի մեջ չեն լցնում։ Ապա թե ոչ, տիկը կպատրվի եւ գինին կթափվի։ Եվ տիկը կկորչի, այլ նոր գինին նոր տիկի մեջ են լցնում եւ երկուսն էլ կապրեն։ Գիտես Աստծո խոսքը մինչ այդ ասում է, որ գալիս են եւ Հիսուսին բաներ են հարցնում։ Եվ Հիսուսը օրինակ է բերում, ասում է, ինչի հարցնում են, ասում են, ինչի քո աշակերտները ծոմ չեն պահում, բայց մենք ծոմ ենք պահում։ Հիսուսը սկսում է պատասխանել եւ գիտես օրինակ է բերում, ասում է, գիտես հին լաթի վրա նորը չեն կարկատում։ Գիտես հիմա մենք ոչ ոքս նման բան չենք անում, որովհետև մենք գեղեցիկ հագնվում ենք, հնարավորություն կա, չնայած Աստծո խոսքը, չէ, ասում է նայեք դաշտի շուշաններին, հոգս չեն անում, բայց Տերը կերակրում, համեմատություններ շատ կա Աստծո խոսքի մեջ։ Եվ գիտես, հետո Փեսայի եւ եկեղեցու մասին, հա Փեսայի եւ ընկերների մասին բաներ ասում։ Ասում է, քանի դեռ Փեսան իրանց հետ է, չեն ծոմ, չեն պահում, բայց երբ որ Փեսան կվերցնի ընկերները, այդ ժամանակ ծոմ կպահեն։ Հետաքրքիր նախադասություններ է օգտագործում Հիսուսը եւ նույնպես դրանից հետո ասում է, օրինակ է բերում, նոր գինին հին տիկի մեջ չեն լցնում։ Ինչ էր տիկը այն ժամանակ։ Այո, մենք այսօր տիկ չենք օգտագործում։ Միգուցե շատերս չգիտենք տիկը ինչ է, դա մի տարա էր։ Գիտես, երբ որ ես այս թեման պատրաստում էի, մտածում էի երիտասարդներին ոնց են բացատրելու։ Ինչա տիկը, մեծահասակները քչից շատից գիտեն, ինչա տիկը, բայց երիտասարդներին ոնց են բացատրելու։ Եթե դու երիտասարդ ես ու կողքդ կա մեծահասակ, կարող ես հարցնել, չնայած ես մի քիչ պատմելու եմ։ Ինչպես են տիկը կառուցում։ Եվ ասում է նոր գինին նոր տիկի մեջ են լցնում, որովհետև նոր գինին հին տիկի մեջ չեն լցնում։ Ուրեմն ես տեսնում եմ, որ Աստծո խոսքում Աստված գինին համեմատում է Աստծուց նորը, որ գալիս է մեր կյանքի մեջ։ Դա նոր թարմությունն է, դա նոր օծությունն է, դա նոր փոփոխությունն է, որ Տիրոջից գալիս է։ Իսկ տիկը խորհրդանշական է, որ դա մենք ենք։ Մեզ հետ է համեմատում եւ ասում է նոր գինին նոր տիկի մեջ են լցնում։ Ուրեմն ես ինչ պիտի անեմ, որ նորը լինեմ, որովհետեւ եթե ես նորը չլինեմ, Աստծուց այն ինչ որ գալիս է իմ կյանք, այն չի մնա։ Ես ինձ օրինակ կբերեմ, քանի անգամ ա եղել, որ ես գնացել եմ ծառայության, խոսքը լսել եմ, այդ պահի համար հասկացել եմ, որ դա ինձ համար այդ պահի հավատքս իմ գործել է, ես վերցրել եմ դա եւ գնացել եմ տուն ու անցել է մի կարճ ժամանակ ու հանկարծ հասկացել եմ, որ այդ ուրախությունը գնաց ինձանից, որ եկեղեցուց ինձ հետ տուն էի տարել։ Նկատել եմ, որ ինչ որ մի բան այնպես չի, հասկանալով մի բան, որ ես չպետք է հին տիկ լինեմ։ Գիտես, խոսում եմ քրիստոնյաների հետ, ովքեր երկար ժամանակ Աստծո մեջ են։ Երկար ժամանակ։ Գիտես, այն ասում են ես հին հավատացյալ եմ։ Ով է լսել նման արտահայտություն։ Ես հին հավատացյալ եմ։ Գիտես, ինձ եղել է, որ ասել են դու ուր էիր, որ ես Աստծո խոսքը գիտեի, տղա ջան։ Ու գիտես, ու հասկանում ես, որ հին տիկ է։ Ու երբ որ դու իրան հարցնում ես, երբ որ դու ուզում ես շփվես իր հետ, խոսես իր հետ, իր պատմածը միայն անցյալի մասին է, մեր ժամանակ։ Դու գիտես մեր ժամանակ ինչեր էր, դու գիտես մեր ժամանակ ոնց էր, դու գիտես մենք ինչեր էինք անում, գիտես ինչ զոհաբերություններ էինք անում, գիտես ինչ ճանապարհներ էինք կտրում, գիտես ինչեր էր տեղի ունենում։ Ու տեսնում ես, որ մարդը պատմում է հնի մասին,
Բայց Աստծո խոսքը ասում է, որ ես ուզում եմ նորը, թարմ բան եմ ուզում։ Գիտես, այն ամենը, որ մենք մեր անցյալումը, գիտես, դա արդեն անցյալում է։ Ես չեմ կարող գալ ու քեզ զարմացնել նախկինում եղած հրաշքների մասին։ Գալ ու քեզ ասել, գիտես ինչ, իմ կյանքում մենք բոլորս կարող ենք ասել, բայց Տերն ուզում է, որ մենք նայենք առաջ, Տերն ուզում է, որ մենք նայենք ապագան։ Եվ գիտես, ու հիմա շատ լավ ժամանակ է ձեր եկեղեցու համար նորի մեջ մտնելու, որովհետև ուզում եմ նայել քո աչքերին ու քեզ ասել, եթե դու հին մտածելակերպ ունես, եթե դու հնով ես ապրում, Աստծուց եկած հովից փոխանցված նորը դու չես կարող ընդունել։ Գիտես, դու կհակազդես, դու կասես, չէ, դու ամեն ինչ կանես, որ այդպես չլինի։ Եվ ես տարածքներից մեկում ծառայում էի եւ հետեւյալ խոսքերը ասեցի, որ գիտես, եթե դու հին ձևի մտածես, եթե դու ուզենաս, ասես, չէ, դե ոնց որ այստեղ են քանել հարմար չէ, մեծ եկեղեցում լավ է, փառաբանությունը ավելի որակով, ամեն ինչ ավելի լավ է, գիտես, կարճ ժամանակ հետո դու այդտեղ էլ չես գնա։ Դու կասես, չէ, ես կգնամ այնտեղ։ Բայց գիտես, երբ որ դու հասկանում ես, որ Աստված նոր բան է անում եկեղեցու կյանքում, եւ այն անումը ավելի մեծը լինելու համար, ավելի օծված լինելու համար, որովհետեւ հովիվը տեսնում է։ Ինչ է պետք ինձ ու քեզ։ Եվ այն բերում է մեր կյանքերի մեջ։ Եվ գիտես, մենք չպետք է հակառակվենք, ասենք, չէ, ես կմնամ սենց, ես այս բանը կանեմ, պասիվ դիրք կգրավեմ, ոչ։ Եվ այսպիսով, սիրելիներս, խոսելու եմ այսօր տիկի մասին։ Պատմելու եմ, թե ինչպես էին տիկը պատրաստում, որովհետև եթե մենք ուզում ենք նոր տիկ լինենք, ես համեմատություն եմ անելու, փոխաբերական իմաստով, այն ժամանակ, ինչ էին անում, որ նոր տիկ ունենային, նոր տիկ ստանալու համար ինչ էր պետք անել, առաջի բանը, տիկ ստանալու համար, որովհետև գիտես, միգուցե մարդ, որ տիկեր էր ուզում պատրաստեր, շատ հաճախ մարդիկ վստահում են այն մարդկանց, ովքեր որ հին են, ասում են, դե իրենք կտանեն ու հանկարծ նոր գինին լցնում են այդ հին մարդու մեջ, փոխաբերական իմաստով, հա, եւ գիտես, մեկ է տեսնում ես, մի հատ ճակ կար, ու գինին հոսեց, ու մեկ է տեսնում ես այն պատասխանատվությունը, որ հովիվը տալիս է այդ մարդուն, ուղակի հոսում ու գնում է, ու չի մնում, ու հովիվը ասում, ախր լսի, դու ախր հասուն ես, դու բավականին հասուն ես, դու ճանապարհ ես անցել, դու շատ բան գիտես, որովհետև գիտես, հինը չի կարող պահել Աստծո այն նորը, որը որ Աստված ուզում է բերի։ Առաջի բանը, սիրելիս, ինչպես էին տիկ պատրաստում։ Տիկ պատրաստելու համար պետք էր զոհ։ Տիկ պատրաստելու համար պետք էր զոհ, պետք է մեկը մեռնի։ Իսկ ով կմեռնի մեզնից։ Չէ, լսի, նման բաներ եկեք չխոսենք, եկեք լավ բաներից խոսենք։ Իսկ ով իր անձը կդնի, ով կլինի այն նվիրվածը, որ կասի, այո, ես համաձայն եմ, ոչ թե ձեռքի հետ, ոչ թե ուղակի սենց, դե այսօր ինձ հարմար է, բայց կներեք մենակ այսօր է ինձ հարմար, դա զոհ չի, զոհը գիտես որն է, որ դու միշտ պատրաստ ես Աստծո գործի համար, սա է զոհը, իսկ Աստված ինչ է ուզում, արդյոք սա հովիվն է ուզում, որ մենք մեզ զոհաբերենք, թե ասա Աստծո կամքն է։ Ուզում եմ Աստվածաշնչից հաջորդ տեղը կարդալ Մատթեոսի ավետարան 16:24։ Եթե մեկը, ասա այդ ես եմ, կես ասեցին, այն մյուս կեսը ով է, կարող ես ասել, դա ես եմ։ Եթե մեկը ուզում է իմ ետևից գալ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը եւ իմ հետևից գա։ Ուրեմն, եթե մեկ ուզում է Հիսուսին հետևել, ես մի բան եմ հասկացել։ Քրիստոնեությունը այնպես չի, որ դու ապրում ես մի հատ կյանքով, սենց օրինակ, դու բարոյական մարդ ես,
ունես ընտանիք, երեխաներ, ու հանկարծ օրերից մի օր Հիսուսին ընդունեցիր քո կյանքի մեջ Տեր ու Փրկիչ։ Հիմա դու տենց ապրում ես, հիմա Հիսուս եկավ քո կյանք, դու շարունակում ես տենց ապրել, բայց այս անգամ Հիսուսի հետ։ Այդպես չի։ Հիսուսը, երբ որ գալիս է մեր կյանքը 180 աստիճան փոխվում է։ Մեր մտածելակերպն է փոխվում։ Այո, դու կարող ես լինես ամենաբարոյական մարդը, բայց Աստծուն պետք չեն միայն բարոյական, այո, բարոյականը շատ կարևոր է, լինել բարոյական մարդ, Աստծո խոսքն է դրա մասին շատ խոսում, բայց Աստված ուզում է, որ մենք գալով Աստծուն լինենք իր ծրագրերի մեջ, գալով Աստծուն մեր անձը նվիրենք, մեր կյանքը նվիրենք, մեր ընտանիքներն ու երեխաներին ընծայենք Տիրոջը, որովհետև ոչ ես, ոչ դու չենք կարող մենք մեր երեխաներին պահել այնպես, ինչպես որ Տերը կարող է պահել, որտեղ գալիս է մի տարիք, մի քանի օրեր առաջ մենք մեր հրաշալի քույրիկի հետ էինք խոսում, ու մենք այս օրինակն էինք բերում, որ գալիս է ժամանակ, որ քո երեխան քեզանից կգնա, կա գրկելու ժամանակ եւ կա գրկից իջեցնելու ժամանակ։ Եվ գիտես, երբ որ գրկից իջեցնում ես, երբ որ ինքը քո կողքը չի, բա ով է պահելու, բա ով է նայելու, ու Աստված ասում է հենց այդ ժամանակ լսի, քո ծայման համար, քո նվիրման համար ես կորտնեմ քո տունը, կորտնեմ քո երեխային, կորտնեմ քո երեխայի գործերը։ Այն բանը, որ ես ու դու չենք կարող անել, Տերը կարող է անել։ Եվ այսպիսով առաջի բանը Տերը ինչ է ուզում։ Տերը ուզում է, ինչպես որ կինս խոսում էր, Տերն ուզում է խորը ընծայում, Տերն ուզում է նվիրում, Տերը զոհ է ուզում, որտեղ դու չես կարող Տիրոջ ասել Տեր։ Մենք երգում ենք այդ երգը, օծիր ինձ նոր յուղով, օծիր ինձ, որ ես լինեմ անոթ քո ձեռքերի մեջ, որ ես լինեմ քո ներկայացուցիչը, որ ես պատմեմ մարդկանց քո մասին, իսկ ես չեմ կարող Աստծուն պատմել մարդկանց մասին, եթե ես ինքս լցված չլինեմ իր ներկայությունով։ Եթե ես ինչի համար օծությունը պետք, օծությունը մեզ պետք է, որ այն ինչ որ մենք ինքնուրույն չենք կարող անել, օծությունը մեզ սովորեցնում է, օծությունը մեզ օգտագործում է եւ մենք օծված Աստծուց անում ենք բաներ, որ ինքնուրույն մարդկային չենք կարող անել։ Եվ ես ավելին կասեմ, Հիսուսը հենց այդ օծված Փրկիչն էր, որ եկավ այս աշխարհ։ Ուրեմն սիրելիս առաջի բանը Աստված զոհ է ուզում։ Եթե ես ուզում եմ օրհնված լինեմ, եթե ես ուզում եմ իմ ընտանիքը օրհնված լինի, ինչպես Հեսուն ասում, ես եւ իմ տունը, ես չգիտեմ դուք ոնց, բայց ես եւ իմ տունը Տիրոջը պիտի ծառայենք, այդպես ասում է Հեսուն։ Սա նվիրում է սիրելիս, սա նվիրում է, ոչ թե այնպես, որ գիտես մի անգամ երիտասարդի հետ էի խոսում, ասեց, դե գիտես, հələ կյանքի մարջևում է, հələ կհասցնեմ որոշում կայացնեմ, Աստծուն գալու, հələ դե մի քիչ մեծանամ, մի քիչ երիտասարդություն անեմ, լսի, չկա զոհ, չկա օծություն, չկա զոհ, չկա ընտրություն։ Հաջորդ տեղը, Հռոմեացիս 6:6 Եվ այս իմանալով, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեց, ով խաչվեց, հինը խաչվում է, հինը մեզ պետք չի, ոչ մեկ հինը չի պահում։ Գիտես մենք հայերեն այդ բառը օգտագործեմ, թե հայերեն ասեմ, լավ, մենք բասեին ենք գնել փչովի։ Գիտես եւ առաջի անգամ մենք չգիտենք այն ոնց օգտագործենք եւ նրա մեջ ջուր էինք լցրել, անցավ մի 2 օր մեկ էլ հանկարծ տեսնում ենք ամբողջը կանաչել է։ Ախր ես ոչ միտեղ չէի տեսել, որ ջուրը կանաչի, բայց մեր տանը ջուրը կանաչեց։ Ինչի՞, որովհետեւ այն հնացավ։ Երբ որ թողում ես այն հնանում է, երբ որ այն հնանում է, նրանից հոտ է գալի։ Երբ որ նրանից հոտ է գալի, նրանից տրտունջ է գալիս, նրանից բողոք է գալիս։ Դու հասկանում ես ինչի մասին եմ խոսում։ Ճռճռոց է գալիս։ Բայց ինչ ասում այստեղ Աստծո խոսքը Հռոմեացիս 6:6-ում։ Այլ իմանալով, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեց, որ մեր մարմինները ներողություն, որ մեղքի մարմինը խափանվի, որ այլևս չծառայենք մեղքին։
Տերը նորն է ուզում, սիրելիս։ Առաջի բանը ինչ է ուզում Տերը։ Ինչ է ուզում։ Զոհ։ Եթե ես ուզում եմ օրհնված լինեմ, ինքը ասում է, լսի, ես քեզանից զոհ չեմ ուզում, եթե ես ինքս արած չլինեմ դա սկզբից։ Տերը իմ ու քո փրկության համար ուղարկեց իր որդուն։ Գիտես, այնքան կուզեմ, որ սա մեր ականջներին միշտ սովորական չհնչի։ Այո, մենք հաճախ օգտագործում ենք, հաճախ մենք լսում ենք, որ Հիսուս Քրիստոսը իմ ու քո մեղքի համար եկավ այս աշխարհ, խաչվեց, մահացավ, հարություն առավ, մեզ կյանք տվեց։ Բայց գիտես, Աստված ուղարկեց, մեր հայր Աստված ուղարկեց որդուն, զոհ պետք էր մեզ սրբվելու համար, զոհ պետք էր երկինքը բացելու համար, զոհ էր, որտեղ կար մեղք, այնտեղ կար զոհ։ Եթե ես ուզում եմ օրհնություն այս տարածքում, ուրեմն ես հասկանում եմ, դրա համար նվիրում է պետք։ Դրա համար նվիրում է պետք։ Երկրորդը, սիրելիս, ինչ է ուզում Աստված անել, եւ մի քանի մտքեր ասեմ ու անցնեմ երկրորդին։ Զոհաբերությունը կորստի տեսք ունի, բայց այն իր մեջ պարունակում է կյանք։ Զոհաբերությունը կորստի տեսք ունի, բայց իր մեջ կյանք է պարունակում։ Մահը վերջը չի, մահը սկիզբն է նոր բաների։ Մինչև Աստված մեզ կգործածի, նա թույլ է տալի, որ մենք մեր անձերը դնենք զոհասեղանին։ Մեր ցանկությունները, մեր նվիրումները դնենք զոհասեղանին։ Հաջորդը կենդանուն մորթեցինք։ Հաջորդ ինչա պետք անել։ Գիտես, երբ որ կենդանուն մորթում են, իր վրա այնքան ավելնորդ բաներ կա, պետք է մաքրել։ Հայերը մի հետաքրքիր բառ են օգտագործում ու շատ տիպիկ է, պետք է քերթել։ Գիտես, որտեվ կենդանու վրա կան ավելնորդ ճարպեր, կենդանու վրա կա ավելնորդ մազեր, եւ գիտես, եթե դու ուզում ես տիք ստանաս, այդ մազերը, այդ ճարպը քեզ կխանգարի։ Ես տեսել եմ մարդիկ, ովքեր որ սենց գալով Աստծուն առաջի սիրո մեջ, իրանց նվիրել են ու ասել են, Տեր, ահա ես արա ինչ ուզում ես, սենց իրան պատրաստ են եղել ամեն ինչի, բայց չեն ցանկացել, որ մեկ իրենց ուղղի, չեն ցանկացել, որ մեկ ասի, լսի, գիտես ինչ, այս բնավորությունը այդքան էլ լավը չի, գիտես այս բանի մեջ դու այդքան էլ ճիշտ չես վարվում։ Հակառակը մարդիկ ասել են, ես այսպիսին եմ, ինձ սենց ընդունեք, բայց դա Տիրոջ կամքը չի, որովհետև Տերը ինձ օգտագործելու համար ուզում է ինձ փոխի, ուզում է իմ բնավորությունը փոխի, որտեղ մենք աշխարհից եկած մարդիկ ենք, մենք լավ գիտենք աշխարհում ինչ է կատարվում։ Աշխարհից եկած մարդիկ ենք, շատ անգամ մենք գալով մեզ հետ բերում ենք այն ամենը, ինչը որ տարիներ շարունակ ձեռք ենք բերել, սովորությունները, որը որ բնավորություն է դարձել։ Եվ եթե ես թույլ չտամ, որ ինձ մաքրեն, եթե ես թույլ չտամ, որ Տերը ինձ մաքրի, գիտես ինչ տեղի կունենա։ Իմ պատճառով իմ ծառայակից ընկերներն են վնասվում։ Գալիս եմ, գիտես, ու հանկարծ տեսնում եմ, որ մարդիկ իմ հետ շատ զգուշ են։ Կան տենց մարդիկ, ում հետ դու շատ զգուշ ես, որ հանկարծ չվիրավորվի։ Սենց 10 անգամ մտածում ես ինչ բառեր օգտագործես, ոնց խոսես, որ այդ մարդուն չվնասես, որովհետև այդ մարդը ռուսները մի հատ խոսք ունեն, խարակտեր ունի, բնավորություն ունի, սենց կոշտ բնավորություն ունի եւ դու պետք է շատ զգուշ լինես, որտեվ կարող է ինքը նեղանա ու գնա։ Բայց սիրելիս Տերը ուզում է մեզ մաքրի, Տերը ուզում է մեզ լավը դարձնի։ Գիտես, տիկը չեն մաքրում գեղեցիկ լինելու համար։ Տիկը մաքրում են օգտակար լինելու համար, օգտագործելու համար են։ Գիտես, մենք չենք մաքրվում, սրբվում, մեր բնավորության հետ աշխատում, որ մենք գեղեցիկ լինենք, որ մարդիկ մեզ գովան ասեն, լսի, ես ինչ լավն ես դու։ Մենք մաքրվում ենք, որ Տիրոջ կողմից օգտագործված լինենք։ Գիտես, այն ժամանակ ինչքան զգուշ էին մաքրում,
Որովհետև եթե հանկարծ մաքրելու ընթացքում այդ տիկ-տիկը, այդ մաշկը ճղվեր, այն էլ գործածելու օգտակար չէր լինի։ Տերը շատ նուրբ աշխատանք է տանում ինձ ու քեզ հետ։ Բայց գիտես ինչա պետք, որ մենք մեզ տանք Աստծո ձեռքերի մեջ ու ասենք, Տեր, ահա ես, սովորեցրու ինձ։ Ես այն մարդը չեմ, որ ամեն ինչ գիտեմ։ Ես այն մարդը չեմ, որ ինձ ով կարա ինձ սովորեցնի, բերեք ես սովորեցնեմ։ Ես այն մարդն եմ, որ պատրաստ եմ Տիրոջից լսելու, պատրաստ եմ դիտողություն ընդունելու։ Հարց եմ ուզում տամ։ Խնդրում եմ, եղիր շատ ուշադիր։ Քանի հոգի իրավունք ունի քեզ դիտողություն անելու։ Մի պատասխանի։ Ուղղակի մտածի։ Քանի հոգի իմ կյանքում իրավունք ունի ինձ ուղղելու։ Այդքան Աստված հնարավորություն ունի ինձ օգնելու, որ ես արագ փոխվեմ։ Ուզում եմ ես նախատեսություն նորից կրկնեմ։ Քանի հոգի իրավունք ունի ինձ դիտողություն անելու, ուրեմն Աստված այդքան ճանապարհ ունի ինձ օգնելու, որ ես փոխվեմ ու ավելի լավը դառնամ։ Ինչպես մեր եղբայրն էր խոսում Սուրբ Հոգու պտղի մասին, խոսեց ուրախության մասին։ Գիտես, Աստված ուզում է, որ Սուրբ Հոգու պտուղները մեր մեջ ձևավորվեն։ Սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատ, քեզություն, ժուժկալություն, եւ ասում է Տերը ուզում է, որ այս պտուղները մեր մեջ ձևավորվեն, եւ գիտես, ես չեմ կարող ոչինչ չանեմ ու արդյունք ստանամ։ Այդպես չի գործում։ Ես չեմ կարող ոչինչ չանեմ ու ասեմ, դե Տերը կանի, ոչ։ Գիտես, ես հովիվ լինելով հասկանում եմ հետևյալը, որ երբ որ ես մարդուն ուզում եմ դիտողություն անեմ, ուզում եմ շտկեմ, ուզում եմ ուղղեմ, գիտես, գնում եմ ծոմ եմ պահում, աղոթում եմ, որ հանկարծ չվիրավորեմ, հանկարծ, բայց ինչքան հեշտ կլիներ, որ ուղղակի հովիվը նայր քեզ ու ասեր, լսի, գիտես ինչ, այս բանը կա, աշխատի ես, միգուցե դու չես տեսնում։ Եթե քեզ ասում են, մի բան ասեմ, մենակ չգոռաս, հայկական սենց արտահայտությունն է։ Գիտես դա ինչ է նշանակում։ Մի բան ասեմ, մենակ ոչ մեկի չասես։ Մի բան ասեմ, մենակ մինչև վերջ լսի։ Սրանք խոսքեր են, որ եթե մեզ ասում են, սա հələ ես մի քանիսն եմ ընտրել։ Եթե խոսքերը մեզ ասում են, դա նշանակում է մենք աշխատելու տեղ ունենք, ինչ-որ բան կա մեր կյանքի մեջ։ Ուզեմ նորից ասեմ, եթե ես ոչինչ չեմ անում, ոչինչ չի փոխվի։ Մարդը ինձ ասում է, ու ես դա շատ լավ հասկանում եմ, ասում է, դե անսխալական մարդ չկա։ Բոլորս էլ աշխատելու տեղ ունենք, բոլորս էլ ինչ-որ բան ունենք։ Սա սիրելիս լղոզված է, ես սիրում եմ միշտ սենց այն որ սենց նայեմ աչքերին ու թույլ չտամ փախնի։ Եթե դու հենց հիմա, եթե ես խոսափողը փոխանցեմ քեզ ու ասեմ, խնդրում եմ կասես, որ բնավորության հետ ես աշխատում ու ինչ ես անում։ Եթե դու չկարողանաս ասես, ինչ ես անում, որ քո այդ բնավորությունը փոխվի, ուրեմն դու ոչինչ չես անում։ Եթե դու ոչինչ չես անում, ուրեմն ոչինչ էլ չի փոխվում։ Տեսեք, մենք կարող ենք շատ Աստծո խոսք իմանալ, լավ Աստվածաշունչ իմանալ, բայց եթե մենք չենք աշխատում մեր բնավորության հետ դեմ, ոչինչ չի փոխվի։ Դրա համար սա շատ կարևոր է։ Մի պատմություն մեր կյանքից։ Կարելի է պատմել։ Գիտես, երբ որ նոր էի ապաշխարել, իմ կյանքում շատ բաներ կար, որ ես դրա հետ պրոբլեմ ունեի։ Օրինակ, մեծահասակ տղամարդիկ կհիշեն, մենք չէինք սիրում ծաղիկ բռնել։ Մեծահասակները, գիտես, թող անձրև գա, բայց անձրևանոցը կնոջ գործիք է, հա։ Տղամարդիկ անձրևանոց չեն բռնում։ Նման բաներ կար, հիմիկվա երիտասարդները չգիտեն դա ինչ է, ու ես էլ էդ ունեի։ Մի օր կինս, ասենք, 10 տարեկան էի, 11 տարեկան էի, 12 տարեկան էի, 13 տարեկան էի, 14 տարեկան էի, 15 տարեկան էի, 16 տարեկան էի, 17 տարեկան էի, 18 տարեկան էի, 19 տարեկան էի, 20 տարեկան էի, 21 տարեկան էի, 22 տարեկան էի, 23 տարեկան էի, 24 տարեկան էի, 25 տարեկան էի, 26 տարեկան էի, 27 տարեկան էի, 28 տարեկան էի, 29 տարեկան էի, 30 տարեկան էի, 31 տարեկան էի, 32 տարեկան էի, 33 տարեկան էի, 34 տարեկան էի, 35 տարեկան էի, 36 տարեկան էի, 37 տարեկան էի, 38 տարեկան էի, 39 տարեկան էի, 40 տարեկան էի, 41 տարեկան էի, 42 տարեկան էի, 43 տարեկան էի, 44 տարեկան էի, 45 տարեկան էի, 46 տարեկան էի, 47 տարեկան էի, 48 տարեկան էի, 49 տարեկան էի,
Գիտեք ինչ արեց, ասեց ներողություն, մի օր ծառայության եմ գնացել եւ հովիվը բեմից ասեց, որ գնաք տուն ծաղիկ կառնեք եւ կտանեք տուն։ Այն տղամարդիկ, ովքեր որ ամուսնացած են եւ առանց կնոջ են եկել։ Եվ գիտես այդ ժամանակ կինս երկու երեխաների հետ տանն էր։ Մեկը նոր էր ծնվել, մյուսն էլ փոքր էր։ Եվ գիտես, ես դուրս եկա ծառայությունից, ես որոշում էի կայացրել, ինչ լսեմ բեմից, այդպես անելու եմ։ Կապ չունի դա ինձ օգուտա թե չէ, որովհետև ես չեմ ուզում երկակի կյանք ապրեմ։ Եթե ես եկել եմ Աստծուն, ուրեմն եկել եմ Աստծուն։ Որովհետև հասկանում եմ, որ Աստված գոլերին սխում է։ Գիտես դուրս եմ եկել, այնքան դժվար իրավիճակի մեջ եմ հայտնվել։ Պետք է անեմ մի բան, որ երբեք չեմ արել։ Կարճ պատմեմ, գնացի խանութ, ընտրեցի ծաղիկ, վերցրեցի ծաղիկը, ես չգիտեի ծաղիկը սենց պետք է բռնես, թե սենց պետք է բռնես։ Ծաղիկը որ կողմը պետք է այդ գլխիկը վերև լինի, թե գլխիկը ներքև լինի, չգիտեմ, որտեվ երբեք չեմ բռնել։ Վերցրեցի ասի ամենամոտ խանութը, փորձեմ պահեմ, սենց արագ վազեմ տուն, գիտես հասա տուն։ Դրան առջև կանգնած, ես ինձ հերոս էի զգում։ Եվ ասում էի, դու հաղթեցիր, դու դա արեցիր, Աստված քեզ սիրում է, դու Աստծո ամենալավ զավակն ես, ես ինքս ինձ էի ասում։ Դու ամենալավն ես, որովհետև շատերը շատ բաներ չեն կարողանում անել, բայց դու արեցիր, դու չէիր անում դա, բայց դա արեցիր։ Գիտես, ես շատ եմ խոսում տղամարդկանց հետ, ասեմ, լսի դժվար է քեզ կնոջդ մի հատ քաղցր բառ ասես, մեր ցեղում ընդունված չի եղել։ Այդ արտահայտությունն ես լսում։ Այ մարդ, ձեր ցեղում շատ բան ընդունված չի եղել, բայց դու կարաս կնոջդ գովես, կնոջդ բարձր դրական խոսք ասես, ես իրան մի անգամ եմ ասել, ես քեզ սիրում եմ ու վերջ։ Ամուսնության առաջարկն է, այն էլ ստիպված արել, թե չէ աղջիկ իրան չեր ուզի։ Կամ չեր էլ իմանա որ։ Գիտես, Տերը ուզում է, որ մենք փոխվենք։ Ու գիտես, ես դրան առջև կանգնած, ես վերջացնեմ իմ պատմությունը, հերոսը կանգնել է։ Ես ինձ հերոս էի զգում։ Գիտես, դուռը թակում եմ, կինս դուռը բացեց, հենց տեսավ ծաղիկները, ես մտածում եմ, հեսա ինքը ինձ կփաթաթվի, լավ խոսքեր կասի հերոսս, ապրես, դու դա արեցիր։ Փոխարենը գիտեք ինչ արեց։ Շրջվեց ու գնաց խոհանոց։ Ձեռքերը թաց էր, աման էր լվանում։ Ու ես կանգնած եմ դրան առաջ։ Կոտրված հերոսը։ Ու գիտես, ասում եմ, լավ, հələ գնամ հյուրասենյակ։ Գնում եմ հյուրասենյակ, հյուրասենյակում կանգնած եմ, ծաղիկները ձեռքս ու մտածում եմ, կարող է չպետք անեի, ես լավն եմ, ինքը լավը չի։ Ես Աստծուն լսում եմ, ինքը չի լսում։ Ես Աստծուն հնազանդվում եմ, ինքը չի հնազանդվում։ Ես ավելի լավն եմ։ Ու գիտես մեկը խոհանոցից սենց արեց, ով էր քարոզում, հովիվը, ասեմ հա, ինչ էր ասում էր որ գնաք տուն ձեր այդ ծաղիկ կտանեք, դե առաջ անգամ եմ տարել, ինչի պիտի տանեի։ Ասեցի, այո, հովիվը ասեց, որ գնաք ձեր այդ ծաղիկ բերեք, ու գիտես ու մեկ էլ մտավ հյուրասենյակ, գրկեց, համբյուրեց, ծաղիկները վերցրեց, ասեց մի բան խնդրեմ էլի, ասեցի ասա, ասեց կլինի որ առանց ասելու դու ինձ անընդհատ ծաղիկներ նվիրես։ Ու գիտես, հասկացա, որ Աստված գիտեք ինչ է անում, այդ մազերը, այդ ճարպերը մաքրում է։ Մենք պետք է թույլ տանք տարբեր իրավիճակների մեջ։ Մեկը իրավիճակը դու սենց այնքան լավն ես։ Ես նոր եղբայրներից մեկի հետ էի խոսում ծառայությունից առաջ, որ գիտես, մենք երբ որ գայս ենք եկեղեցի, մենք բոլորս շատ գեղեցիկ ենք, մենք բոլորս շատ լավն ենք, մենք ժպտում ենք իրար, մենք ուրախ ենք։ Բայց մենակ երկու հոգի կա, որ գիտի իրական ես ով եմ։ Մեկը գիտի Աստված, մյուսը գիտի կինս։ Թե ես ով եմ։ Թույլ տուր, որ ամուսիններին եմ ուզում խոսքս ուղղել, թույլ տուր, որ քո կողակիցը պատճառ լինի քո դեպի լավը փոխվելուն։ Որովհետև գիտես, եթե դու ուզում ես Աստծո այդ նոր գինին, թարմը, օծությունը, դու պետքա թույլ տաս, որ քո բնավորության հետ աշխատես, որ մեկը քեզ մաքրի, որ մենք նույնը չլինենք, որտեղ քրիստոնյաներ կան 3, այսօր եւ հավիտյան նույնն են։ Դու գիտես իրան այն ժամանակ ինքը նույնն է,
Դու գիտես հիմա էլի նույնն է, ապագայում նույնն է։ Ոչ թույլ տանք, որ Տերը փոխի մեզ, մեր ականջները բաց լինի Աստծո ձայնի, որտեվ Տերը նորն է ուզում անի մեր կյանքում, նոր բան է ուզում անի, Տերը ուզում է մեզ օրհնի։ Ասում է այն զավակը, որ դեռ մանուկ է, ծառայի պես է։ Ծառայից ոչինչով չի տարբերվում։ Այն զավակը, ժառանգա, ամեն ինչ իրանն է, խոստմունքները իրանն են, բժշկությունն իրանն է, ամեն ինչ իրանն է, իրան է պատկանում, բայց քանի դեռ մանուկ է, ծառայի պես է։ Եկեք ծառայի պես չլինենք զավակ լինելով։ Դա այնքան վատ է։ Տերը ամեն ինչ արեց, որ մենք զավակ լինենք, որ մենք մուտք գործենք իր ներկայության մեջ, այդ վարակույրը պատրվեց, որ մենք անձնական հարաբերություն ունենանք Տիրոջ հետ։ Տերը եկավ եւ բնակվեց մեզանում։ Աստծո հոգին մեր մեջ է, այն մեր մեջ է մեզ սովորեցնելու, մեզ օգնելու, որ մենք տիկ դառնանք, որ Տերը մեզ կգործածի։ Ամեն։ Կողոսացիս 3:9-10 Սուտ մի խոսեք իրար հետ, հանեք հին մարդը հին գործերով։ Հանեք հին մարդը հին գործերով եւ հագեք նոր մարդը, որ նորոգված է գիտությունով իր ստեղծողի պատկերի պես։ Տերը անընդհատ մեզ կոչ է անում փոխվելու համար։ Հինը հանենք մեզանից, հին բնավորություն, հին սովորություններ, հինը մեզանից հանենք։ Առաջի Կորինթացիս 15:46 ասում է միայն թե հոգևորը առաջ չի։ Եթե ես ուզում եմ հոգևոր մարդ լինեմ, ասում է շնչավորն է, հետո հոգևորը։ Իսկ ինչի նկատի ունի ասելով շնչավոր։ Շնչավորը դա մեր բնավորությունն է, մեր զգացմունքներն է, մեր մտածելակերպն ու հասկացողությունն է։ Այս շունչն է։ Եթե ես ուզում եմ հոգևոր մարդ լինեմ, եթե ես ուզում եմ Տիրոջ նոր գինին իմ մեջ կրեմ, պետք է իմ շունչը փոխված լինի, պետք է իմ մտածելակերպը փոխված լինի, որտեղ ես հին մտածելակերպով չեմ կարող նոր հայտնություններ առնել, չեմ կարող Աստծուց նորը ստանամ, եթե իմ մտածելակերպը հին է։ Ամեն։ Առաջինը Տերը զոհ արեց, ուզեց, որ զոհ լինի։ Երկրորդը, այդ զոհը պետք էր մաքրվել, որովհետև այն չէր գործածվի, եթե չմաքրվեր։ Երրորդը Տերը ինչ է ուզում անի։ Գիտեք ինչ էին անում այդ մաքրելուց հետո։ Այդ տիկը դնում էին ջրի մեջ։ Սենց դնում էին ջրի մեջ, գիտեք ինչի համար։ Որ փափկի։ Աստծո խոսքը ասում է, գիրը սպանում է, բայց հոգին ապրեցնում է։ Ես այնքան եմ տեսել քրիստոնյաների, որ հետդ խոսում է, ասես գիր է։ Սենց գրով է հետդ խոսում, բայց հոգի չկա։ Սենց ուզում ես ձեռ տասես չոր ճրճռան, բայց Տերը ուզում է, որ փափկենք, որտև եթե դու չփափկես, հայերեն լավ խոսք ունենք, շատ լավ եմ սիրում այդ խոսքը, հայերեն կոչվում է կակղել, Տերը ուզում է, որ մենք կակուղ լինենք, հա լավ խոսք է, չէ՞ սենց, որտև կակուղը իր մեջ սենց շատ բան է պարունակում, ջրի մեջ սենց Աստված ուզում է մեզ դնի իր ջրերի մեջ, որ մենք սենց փափկենք, որովհետև եթե ես ուզում եմ օգտագործվեմ Տիրոջից, միայն իմ անձը դնել զոհասեղանին ու թույլ տալ, որ Աստված ինձ մաքրի, ես կլնեմ գրիմարդ, ես կլնեմ սենց չոր կոպիտ քրիստոնյա։ Հիշում եք, մեր թանկագին հովիվը մի հատ խոսք էր ասում էր մարդուն ցույց տուր քո բարությունը, Աստծուն ցույց տուր քո սրբությունը։ Բայց եթե ես կակուղ չլինեմ, ես բոլորին կուզենամ ցույց տամ իմ սրբությունը, որ ես ինչքան առավել եմ մյուսից, ես ինչքան ծոմ եմ պահում, ես էս եմ անում, ես Աստծո խոսքը լավ գիտեմ, կսկսեմ մարդ գտնեմ, որ հետը մրցեմ։ Տեսել եք մարդիկ, որ ուզում են քեզ հարց են տալի, բայց իրանք այդ հարցը չեն տալի իմանալու համար։ Այդ հարցը տալիս են, պատասխանն էլ լավ էլ գիտեն, բայց իրանք այդ հարցը տալիս են ցույց տալու, թե իրանք ինչքան շատ բան գիտեն։ Աստված ուզում է մեզ դնի իր ջրերի մեջ սիրելիս, որ մենք փափուկ լինենք։ Սաղմոս 1:3 Եվ նա ջրերի գնացքում տնկված ծառի պես կլինի։ Վաու։
Ջրերի մեջ, Տիրոջ ջրերի մեջ։ Որովհետև երբ որ նոր բան է գալիս, դու փափուկ ես ընդունելու համար։ Եվ նա ջրերի գնացքում տնկված ծառի պես կլինի, որ իր պտուղը տալիս է իր ժամանակին, եւ նրա տերևը չի թափվում։ Եվ ամեն ինչ որ անում է, հաջողվում է նրան, որովհետև Տիրոջ ջրերի մեջ է։ Եզեկիել 36:25 Եվ ձեր վրա մաքուր ջուր պիտի սրսկեմ, եւ մաքուր պիտի լինեք, եւ ձեր բոլոր պղծություններից եւ ձեր բոլոր կուրքերիցը պիտի մաքրեմ ձեզ։ Եվ ես ձեզ նոր սիրտ պիտի տամ, եւ նոր հոգի պիտի դնեմ ձեր մեջ, որովհետեւ հին սիրտը ընդունակ չի նոր ընդունելու։ Հին սիրտը նորը չի կարող ընդունել։ Գիտես ով է հին սիրտը, որ սենց ջրերի մեջ չի, ով է ասում, որտեղ է գրած։ Ինչի պիտի այդպես լինի։ Սրանք արտահայտություններ են, որը որ նորը չի կարող։ Գիտես նորը որն է, նորը այնքան փափուկ է, որ նորը չի վիրավորվում, չի հպարտանում, չի լրփանում, չի գրգռվում, իրանը չի որոնում։ Սրանք բոլորը հնի դրսևորումներ են, այլ ամեն բանի համար ուրախանում է։ Եվ ասում է շարունակություն, ես ձեզ նոր սիրտ պիտի տամ, վերցնեմ ձեր քարեղեն սրտերը եւ ձեզ նոր սիրտ պիտի տամ։ Ահա Տիրոջ գործը, սիրելիս, ինչի է Տերը ուզում մեզ դնի իր ջրերի մեջ, որովհետեւ Տերը ուզում է նորը բերել մեր կյանք, նորը գալու համար, նորը իր մեջ զորություն ունի։ Գիտես, ես չեմ կարող Աստծոց խոսք ստանալ, ունենալ հին մտածելակերպ, չեմ կարող այն չի գործի, բայց երբ որ ես նորն եմ, երբ որ ես թույլ եմ տալի լինելու Տիրոջ ջրերի մեջ, փափկելու, ես ոչ կվիրավորվեմ, ոչ կնեղանամ, ոչ կլրփանամ, ոչ բաներ կանեմ, որ իմ համար կարևոր է, ինձ է պետք, մենակ իմ համար է, եսա սիրական չեմ, եսա սեր չեմ լինի, այլ հակառակը Տիրոջը կընդունեմ։ Ամեն։ Հալելույա։ Փառք Աստծուն։ Հաջորդը ինչ են անում։ Մենք այս process-ները անցնում ենք։ Գիտես, միգուցե սա մեր կյանքեն process-ներն է, որ դու ինչ-որ մի տեղ ես, որովհետև ես գիտեմ, խոսում եմ մարդկանց հետ, որ դու միգուցե դեռ առաջի փուլն ես անցնում։ Խոսում եմ մարդկանց հետ, որ միգուցե դու երկրորդ փուլի մեջ ես, կամ առաջի երկրորդ փուլը անցել ես, անցնում ես, հիմա երրորդ փուլի մեջ ես մտել, ուզում ես մտնես ծառայության մեջ, ուզում ես մտնես Տիրոջ ջրերի մեջ, որովհետև Տիրոջ ջրերի մեջ մտնելը ևս մի քայլ է, որ թույլ ես տալի, որ Տերը անի։ Միգուցե դու քայլ ես արել ծառայության մեջ, հիմա դու ծառայության մեջ ես, հիմա դու ծառայող ես, իսկ ծառայության մեջ լինելը դա լինում է նշանակում է լինել Տիրոջ ջրերի մեջ, անել բաներ, որ Տիրոջ համար ես դու անում։ Իսկ եթե դու փափուկ սիրտ չունենաս, քեզ կասեն ծառայի, դու կմերժես, կասեն քեզ ինչ-որ մի բան արա, ինչի ես անեմ, ինչի մյուսը չանի։ Քեզ գիտես, երբ որ դու նստած ինչ-որ բան լսում ես, կոչ ես լսում, մեր եղբայրը այսօր շատ հայտարարություններ արեց։ Երբ որ դու կոչ ես լսում ինչ-որ մի բան անելու, գիտես, քո սիրտը ուրախանում է։ Դու ուրախությունով ես ընդունում այդ սերմը, ու եթե ուրախությունով ընդունում ես այն հարյուրապատիկը, պտուղ է բերում։ Հաջորդը Տերը դրեց լավ իր ջրերի մեջ, որ մենք փափկեցինք, բայց գիտես, մի բան եմ ուզում քեզ ասեմ, ես տեսել եմ քրիստոնյաներ, ովքեր որ սենց ջրից իրան հանել են, անցել է ժամանակ ու չորացել է։ Գիտես ինչ Աստծո ներկայություն կար, գիտես Աստված ոնց էր գործում, այն ժամանակ այսպես էր, այն ժամանակ այնպես էր։ Ուսես դու խոսում ես մարդու հետ, այո, ինքը սենց եղել է ժամանակին ջրերի մեջ, լավ է որ եղել է, ասում ես արի դե հիմա կպնենք իրար հետ էսել անենք, էս մի զարկն էլ տանք, Աստծո համար էսել անենք, էս քայլներ անենք, չէ, ինչ ես խոսում, մենք պետք է սպասենք Տիրոջը, իսկ դա սխալ է, որովհետև Տերը ուզում է, որ մենք իր ջրերի մեջ լինենք, եւ ջրերից երբ որ Տերը մեզ հանում է, վերջի գործողությունը, գիտեք ինչ է անում։
Ինչ են անում, որտեվ տիկը մնաց ջրից հանեցիր, մնաց ինքը չորանալու է եւ չի կարողանալու այդ գինին իր մեջ կրի։ Վերջի գործողությունը գիտեք ինչ էին անում։ Յուղով օծում էին։ Յուղով օծում էին, որ այդ խոնավությունը իրանից ինքը sense փափուկ մնա։ Տիկը յուղով օծում էին։ Մի հատ կարևոր բան եմ ուզում քեզ ասել։ Գիտես որ տիկը չէին վերցնում կենթանու մի մասը օգտագործում։ Տիկ ստանալու համար ամբողջ կենթանին պետք է օգտագործվեր։ Դու չես կարող ասել իմ կեսը կտամ Աստծուն իր գործի համար։ Դու չես կարող ասել, որովհետև կեսից տիկ չեն կարող ստանալ, որտև գինին այնքան ուժեղ է, որ չի կարող կեսը իր մեջ պահել, այն ամբողջական է պահանջում, մեկ ամբողջություն։ Եվ հետո յուղով օծում էին, որ յուղը կարողանա պահի այդ զորությունը, յուղը պահի Տիրոջ ներկայությունը, յուղը պահի Տիրոջը իր ներսում։ Որովհետև, գիտես, երբ որ մարդը յուղված է, իրան ոնց ուզում ես կճկես։ Չի լինի այսպես, որ դու ասես օրինակ, հա, կարա լինի այսպես, որ հովիվը ասում է, այս շաբաթ այս բանը կանեք։ Դու ասում ես այո եւ ամեն։ Ու անցնում է 2 օր, մեկ էլ զանգում ասում է, չէ, տենց չանեք, սենց կանեք։ Ու գիտես, եթե դու յուղված չես, դու չես ասի, այո, եթե հիմա տենց ես ասում, տենց կանենք։ Եթե դու յուղված չես, դա ուրախություն կասես, մի հատ խնդրում եմ, էլի կողմնորոշվի, ինչ անենք։ Ու արդեն քոնը կսկսես թելադրել։ Բայց եկեք համաձայնվենք, որ հովիվը լավ տեսնում է, ամեն ինչ լավ գիտի, հնարավոր է հիմա մի հատ այս բանն ասի, հնարավոր է անցնի 2 օր այս մյուս բանն ասի։ Գիտես, փափուկ սիրտ ունեցողը, յուղված մարդը, գիտես ինչ ասում։ Այո եւ ամեն։ Եթե դու այդպես ես ասում, այդպես կանենք։ Ամեն։ Եսայա 10:27 Այն օրը կլինի, որ նրա բեռը վեր կառնվի քո ուսերից եւ նրա լուծը քո պարանոցի վրայից եւ լուծը պիտի կոտրվի ճարպի օրիգինալ, հա, բնագրում գրված է յուղ բառը եբրայերեն գրված է, ես ես կարդացի իմ համար բացահայտում էր շամեն բառն է օգտագործված եբրայերեն, որը նշանակում է յուղ բառը, յուղի օծություն բառը։ Եվ գիտես, երբ որ դու Աստվածաշունչ կարդում ես եւ որտեղ որ գրված է, որ մարգարեն յուղը լցնում է Դավիթի գլխին, նույն բառն է օգտագործված։ Այսինքն ասում է այդ լուծը կկոտրվի քեզանից, երբ որ Տերը իր յուղը լցնի քո վրա։ Ամեն։ Երկրորդ Կորինթացիս 1:21 Բայց մեզ ձեզ հետ Քրիստոսում հաստատողը եւ մեզ օծողը Տերն է։ Տերն է, որ մեզ օծում է։ Դրա համար սիրելիներս մենք պետքա թույլ տանք, որ Տերը մեզ sense իր յուղերի մեջ sense դնի ճպճպացնի, որ sense մենք գիտես, որ մեզանից այդ յուղը հոսի։ Որովհետև այդ յուղը մեզ սովորեցնում է, այդ յուղը մեզ ավելի ճկունա դարձնում։ Դու հասկանում ես, ես այսօր սիրելիս փոխաբերական իմաստով եմ խոսում։ Երբ որ նայում ենք պատմությանը, գիտես մենք գիտենք Թոմաս Էդիսոնին։ Ով էր այս մարդը։ Բոլորս գիտենք գրեթե։ Մարդ, ով հայտնաբերեց լամպը։ Գիտեք, ես այս վերջերս իր մասին ինչ կարդացի։ Երբ որ Թոմաս Էդիսոնը հայտնաբերել է լամպը, մենք գիտենք 1000 փորձ արել ու նոր ստացվել է։ Շատ փորձեր անելուց հետո ստացվել է։ Բայց գիտեք, ես այս վերջում ինչ կարդացի, որ բոլոր գիտնականները, ովքեր որ եղել են այդ ժամանակ, գիտեք իրեն ինչ են ասել։ Ասել են, այն ինչ հայտնագործությունը անելուց հետո, ասել են այն հայտնագործությունը, որ դու արել ես, ինքը անվտանգ չի։ Մենք մերժում ենք դա։ Մենք չենք ընդունում։ Ու ինքը ստիպված է եղել մի համակարգ ստեղծի,
որ այն դառնա անվտանգ։ Այսինքն նորը, երբ որ մարդկության մեջ մտել է, պատմության մեջ մտել է, միշտ եղել են մարդիկ, որ մերժել են, որ չեն ընդունել։ Խնդրում եմ, եկեք հեռու չգնանք։ Մեր պատմությունը եկեք նայենք։ 301 թվին մենք ընդունեցինք քրիստոնեությունը։ Ինչ ես կարծում, մեր ազգը ընդունեց։ Երբ որ մեհյանները ամբողջը ջարդեցին եւ եկեղեցիներ կառուցեցին։ Ինչ ես կարծում մեր ազգը ընդունեց, եթե մեր ազգը ընդունած լիներ այսօր հեթանոսական տոները չէին դարձնի քրիստոնեական։ Ինչի երբ որ դու խոսում ես, ասում են, դե ժողովուրդը այն չէր ընդունում, ինչ որ կերպ պետքա պահել, որտեվ նորն էր եկել ժողովրդի կյանք եւ գիտես դրա պատճառով միջև այսօր մենք դրա համար տուժում ենք, անեծքա գալիս։ Ինչի ազգը տրնդեզ անում, տրնդեզը որտեղից հեթանոսական տոն, այն ոնց մտավ քրիստոնեության մեջ, որտեղ ժողովուրդը պատրաստ չէր քրիստոնեությունը ընդուներ, մերժում էր։ Գիտես, երբ որ դու նայում ես, տեսնում ես, որ հակազդեցություն է լինում, մարդիկ մերժում են, բայց երբ որ անոթը այս փուլերով անցնում է, Տերը օրհնում է։ Տերը օրհնում է, ամեն։ Մի քանի մտքեր եմ ուզում ընթերցել։ Կոշտ սիրտը չի դիմանում Աստծո նոր գործին։ Հինը, հինտիկը, երբ որ նոր գինին լցնում են հինտիկի մեջ, գիտեք ինչա տեղի ունենում։ Նոր գինին իր մեջ զորություն է պարունակում։ Գիտես, դու չես կարող նոր տիկի մեջ կիսատ գինի լցնես։ Պատմությունն ասում է, որ դու պետք է ամբողջությամբ գինի լցնես։ Եվ Տերն ուզում է ամբողջությամբ մեզ լցնի։ Բայց եթե տիկը հին է ու նոր գինի լցնում ես տիկի մեջ, գիտեք ինչա, այնտեղ հնարավոր է, որ մանր ճեղքեր չերևացող ու մեկ էլ նոր գինին լցվում է, ու մեկ էլ է տիկը պատրվում է ու գինին հոսում է։ Ոչ զոհված կյանքը միշտ արտահոսք ունի։ Եթե կյանքը զոհված չի, եթե մարդը իր կյանքը չի զոհել Տիրոջը, գիտես միշտ արտահոսք է լինում, միշտ խնդիր է լինում։ Ահա թե շատ անգամ տեսնում ենք, թե մարդիկ ինչի են գալիս ու ասում խնդրում ենք աղոթեք այս բանի համար, աղոթեք այն, ու դու հասկանում ես, որ այն արտահոսք է։ Մի բան, մի հատ նվիրում ու ամեն ինչ կփոխվի։ Մանր թերությունները մեծ ճեղքեր են առաջացնում։ Կարող է մանր մի հատ բան է, մանր թերություն է, բայց այն մեծ ճեղք կար առաջացնի։ Դավիթ թագավորը աղոթում ու ասում էր, Տեր, ամենածածուկ մեղքից էլ ինձ մաքուր արա, ամենածածուկից էլ ինձ մաքուր արա, որ ես մաքուր լինեմ։ Քննիր իմ սիրտը, տես արդյոք մի հատ փոքր ճեղք չկա իմ սրտի մեջ։ Որովհետև փոքր ճեղքը, փոքր մի հատ աննշան չերևացողը կարա արտահոսք ունենա, արտահոսքի պատճառ լինի։ Գիտես, ով որ չի փափկում Աստծո առաջ, այսպիսի մի հատ միտք եմ գրել։ Ով որ Աստծո առաջ չի փափկում, օրհնությունից կպայթի։ Գիտես ինչքան ենք տեսնում մարդ եկել է իր օրհնությունը վերցրել ու գնացել է։ Գիտես մարդու կյանքում օրհնություն է եկել ու ինքը չի կարողացել դա պահի։ Ես շուտով վերջացնում եմ։ Օծությունը մեզ չի տրվում ցուցադրելու համար։ Օծությունը մեզ տրվում է կրելու համար, ազդեցություն թողելու համար։ Այն չի տրվում մեզ ցուցադրելու համար։ Որտեղ օծություն կա, այնտեղ արտահոսք չկա։ Աստված օծում է միայն պատրաստված տիկերը։ Եթե տիկը պատրաստված չի,
ձեր հովիվն է միշտ մի հատ արտահայտություն կա ինքը անում, երբ որ ինչ-որ մի բան ես ասում, ասում խնդիր չի։ Հա լսել եք այդ արտահայտությունը։ Հիմա ես քեզ ուզում մի արտահայտություն անեմ։ Գինին խնդիր չի։ Տիկնա խնդիր։ Գինին միշտ կա, գինին միշտ թարմ է, այն գինու օծությունը միշտ կա, խնդիրը տիկնա։ Աստվածաշնչում ներողություն, մեր կյանքի պատմության մեջ մի հերոսի մասին եմ եւս ուզում ասել, ում հետո մենք իրար հետ միասին կաղոթենք։ Կարելի է ով է նվագելու, կարելի է գալ նվագել։ Մի հատ պատմություն կա մեզ հայտնի։ Ինչ տեղի ունեցավ, երբ Մարտին Լյութերը հայտնություն ստացավ։ Որն էր այդ հայտնությունը։ Արդարը հավատքից կապրի։ Մի հատ հայտնություն փոխեց պատմության ընթացքը։ Իսկ ինչ արեցին իր հետ։ Մերժեցին, հակառակվեցին ու իրան հանեցին հերետիկոս։ Հենց այն մարդիկ, ովքեր իր հետ քայլում էին։ Գիտեք ինչի համար։ Որովհետև նորը պատրաստ չէին ընդունելու։ Սիրելիս, այսօր իմ կոչն է քեզ։ Նորը ընդունել քո կյանքի մեջ։ Աշխատել մեզ հետ։ Այն ինչ որ հովից գալիս է մեր կյանքերի մեջ, մեր ծառայության մեջ, հնազանդությամբ ընդունենք։ Գիտես, եթե ես պատմեմ մեր անձնական կյանքից, ապաշխարեցինք, անցել էր որոշ ժամանակ, բիզնես էի սկսել, ու մեկ օր հովիվը կանչեց ու ասեց, ես ուզում եմ, որ դուք գնաք մի հատ ռայոն եւ այնտեղ հովություն անեք, մի քաղաք Ստեփանավան անունով։ Գիտես եկա, վերցրեցինք մենք մեր վեշերը, ամեն ինչը, երեխաներին ու գնացինք Ստեփանավան։ Ու դուք ասես ինչքան ժամանակ, մի տարի, 2 տարի, 3 տարի, 4 տարի, 12 տարի։ Ու մենք մտածում ենք, որ հովիվը մեզ ուղարկել է, մենք ընդեղ էլ կմնանք։ Մեր ամբողջ կյանքի ծրագրերը կախված էր ընդեղ, կապված էր Ստեփանավանի հետ։ Ընդեղ մենք եկեղեցի ենք բարձրացրել, լավ ծառայություններ, լավ մարդիկ։ Մեկ օր մենք զանգ ստացանք, որ հովիվը ուզում է հանդիպի։ Ես չգիտեի ինչի համար է ուզում հանդիպի։ Եկա Երևան, հանդիպեցի հովիվ Արթուրին։ Ու հովիվը ինձ ասեց, ես ուզում եմ, որ դու այնտեղ մարդ բարձրացնես ու վերադառնաս Երևան։ Գիտես, ես այնտեղ մարդ բարձրացրեցի, ամեն ինչ հանձնեցի։ Եկեղեցին կար, ամեն ինչ կար, մենք շենք էինք ձեռք բերել, ամեն ինչ ունենք, ամեն ինչ հիասքանչեր։ Ամեն բան հանձնեցի։ Ու մենք ընտանիքով նորից վերադարձանք Երևան։ 12 տարուց հետո հիմա մենք միսիոներական ծառայության մեջ ծառայում ենք։ Ես ձեզ ասում եմ, եթե վաղը հովիվը ինձ զանգի ու ասի, հիմա որոշել եմ այս մյուս բանը պետք է անես։ Գիտեք ես ինչ եմ ասելու։ Ես չեմ ասելու, չէ, էսի լավ է, ինձ հարմար է, ես սենց հանգիստ եմ, իմ համար ապահով է, ինձ նոր բան մի ասեք, ես կմնամ ստեղ։ Ոչ, վերցնելու եմ ու անեմ։ Գիտեք ինչ եմ ես այս օրինակները ձեզ բերում։ Ինչի եմ ընտրել հենց այս պատմությունը ձեզ պատմել։ Ինչի հենց այս ծառայությունը, որովհետև դուք շատ կարևոր մարդ եք։ Ու ես հասկանում եմ, որ ձեր եկեղեցու վրա կա միսիոներական օծություն։ Ու ես տեսնում եմ, թե այդ օծությունը ոնց է գործում ձեր հովվի կյանքում։ Բայց գիտեք, ձեզանից է կախված։ Դուք կարող եք այն կանգնացնել, դարձնել տեղական եկեղեցի։ Բայց դուք կարող եք ասել, այո եւ ամեն։ Այո եւ ամեն։ Ու ես ուզում եմ նայելով ամեն մեկիդ ասել, այո, ես չգիտեմ քո դժվարությունը, ես չգիտեմ քո աշխատանքը, քո խնդիրները, քո զբաղվածությունը, բայց ես մի բան գիտեմ։ Եթե Աստված քեզ բերել այս եկեղեցի, ուրեմն քո վրա կա միսիոներական օծություն։ Ու այսօր մենք աղոթելու ենք, որ այդ միսիոներական օծությունը հոսի մեզանից, հոսի ու գնա տարածքներ։ Ու գիտեք, գա ժամանակը, մեկ անգամ մի հատ լավ եղբայր ստեղ էր, ինձ մի հատ այսպիսի արտահայտություն արեց, կապրենք կտեսնենք։
Գիտես, ես գիտեք իրան ինչ ասեցի։ Ասեցի ես ամենադժբախտ ծառայողը կլնեմ, որ իմ օգնականը ինձ տենց բան ասի։ Կապրենք, կտեսնենք։ Ես չեմ ուզում ապրենք տեսնենք, ես ուզում եմ մասնակից լինեմ։ Երբ որ իմ հովվից իմ կյանքի մեջ ծառայության մեջ բան է գալի, ես չեմ ուզում ասեմ դե կտեսնենք ոնց կլինի, այլ հակառակը, այո եւ ամեն։ Ես ուզում եմ այդպես լինի, ես կգնամ ու ամեն ինչ կանեմ, որ ինչ որ կա իմ հովվի սրտում այն իրականանա։ Ու դրա համար սիրելիս, ուզես թե չուզես, դու միսիոներական օծություն ունես։ Թույլ տուր, որ այդ միսիոներական օծությունը գործի քո միջոցով այս տարածքներում։ Ու մենք հավատում ենք, ես ինքս հավատում եմ, Աստված հզոր եկեղեցիներ կբարձրացնի այս երկրի մեջ։ Հզոր եկեղեցիներ, ու դու կտեսնեք, թե ավելի օրհնված կլինեք, ավելի կաճեք ու շատերը կգան։ Այն որոշման պատճառով, որ հովիվը կայացրել է։ Ու դուք ինչ եք կարծում, այն հեշտ էր այդպիսի որոշում կայացնել։ Գիտես, լուրջ եմ ասում, մարդ պետք է հերոս լինի, որ նման որոշում կայացնի։ Աստվածաշնչում մի այդպիսի պատմություն կա, որ երբ որ Սողոմոնի մոտ բերում են մի երեխայի ու մի կին ասում է իմն է, մյուս կին ասում է չէ իմն է, Սողոմոնը ասում է կիսեք։ Ու գիտես այն կինը, որը իրական իր երեխան ասում է չէ, թող ինքը վերցնի, բայց մի կիսեք։ Եկեղեցին երեխայի նման է։ Գիտես ոչ ոք չի ուզենա, որ եկեղեցուն ինչ-որ մի բան լինի, առավել ևս հովիվը, որ գիշեր ու ցերեկ իր առողջության հաշվին ծառայ ու բարձրացրել է։ Դրա համար այսօր համարձակությունով ուզում եմ նայեմ քեզ ու ասեմ, դու սյուն ես, դու մարդ ես, ում վրա Աստված հենվում է, դու մարդ ես, ում Աստված ում հետ ուզում է գործ անի։ Ես չգիտեմ ինչ քարոզի էր դու սպասում, բայց ես մի բան գիտեմ, այն ինչ որ ասում եմ, Աստծուց ներշնչված եմ քեզ հետ խոսում։ Եկեք այդ մարդը լինենք, զոհաբերված, մաքրված, ջրի մեջ թաթախված, յուղովոցված, ու այդ Աստծո գինի երբ որ գա, ազգերը չեն դիմանա, ազգերը չեն հակառակվի, այլ օծությամբ դու խոսք կասես, ու մարդիկ բժշկված կլինեն, օծությամբ դու խոսք կասես ու դու իր զորությունը կգործի, որտեղ կա նվիրում, որտեղ կա զոհ, այնտեղ կան մեծ գործեր։ Ցանկացած մարդու կյանք, երբ որ նայում ես, ով մեծ հետ կա թողել այս երկրի վրա, պատճառը ընծայվելն է, պատճառը նվիրված լինելն է, պատճառը չհանձնվելն է, հավատալն է։ Տերն էլ ասում է, ես քեզ հետ եմ, մինչև աշխարհի վերջը ես քեզ կորտնեմ, քեզ կբարձրացնեմ, կհաստատեմ ու քեզանով ազգերի համար փրկություն կլինեմ։ Հալելույա Հիսուս։ Խնդրում եմ, ուղղակի նստած խոնարհվի Աստծո առաջ։ Ես գիտեմ հիմա Աստված այստեղ է։ Աստծո ներկայությունը այստեղ է, Աստծո զորությունը այստեղ է։ Ես գիտեմ, որ Աստված խոսում է մեզ հետ։ Այնքան հեշտ է ասել, այսօր ինձ հարմար չէր եկեղեցի գնալ։ Այնքան հեշտ է ասել, այսօր զբաղված էի, հյուրեր ունեի թանկ։ Բայց այնքան դժվար է ասել, Տեր, եթե ոչ ոք չանի, ես կանեմ։ Տեր, եթե ոչ ոք չգնա, ես կգնամ։ Պողոս առաքյալն ասում է, մեզ հետ գնացողները քիչ են։ Միշտ նվիրյալները քիչ են լինում։ Բայց եկեք մենք այդ նվիրյալները դառնանք։ Ու հիմա Աստված այստեղ է, լսում է մեզ ու տեսնում է։ Տեր իմ Աստված, ահա մենք կանգնած քո առաջ, խոնարհված մեր գլուխները խոնարհել են քո ներկայության մեջ։ Խնդրում ենք,
օգնիր մեզ։ Տեր, դու ամենալավը գիտես։ Եթե մենք զոհաբերված չենք, Տեր, այսօր մենք որոշում ենք կայացնում մեր անձերը դնել զոհասեղանին, որտև չկա մեկը, ով քո համար թեկուզ մի բաժակ սառը ջուր տա մեկին, որ դու 100 պատիկը վարձահատույց չլինես։ Մենք այսօր նվիրվում ենք քեզ, օգնիր մեզ, մաքրիր մեզ, սրբիր մեզ, դարձրու իրական ծառայողներ, Տեր, թող որ մենք քո ջրերի մեջ